գույքը, հագուստը, երեխաների կառավատը, օրորոցման, լրիվ ամբողջությամբ ոչ մի բան չի մնացել։ Մարիետա Բախշյանը արդյունքները հազիվ է զսպում։ Օրեր առաջ է տունն այրվել ամբողջ գույքի հետ միասին։ Մոխրացած պատերն են միայն մնացել։ 7 հոգանոց ընտանիքը հիմա հարազատների տանն է ապրում։ Հրդեհի պահին տանը ոչ ոք չի եղել։ Հարևանների ահազանգով դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարար ջոկատի 2 մարտական հաշվարկ։ Չնայած ձեռնարկված օպերատիվ միջոցներին ամբողջովին այրվել է տան երկրորդ հարկը։ Վանյանները չեն գտնում տանը, բացակայում էր տնից, տունը մարդ չկար եւ շուրջ 30-40 րոպե ներքին այրում ունենալուց հետո պատուհաններից հրդեհը տարածվել է եւ նույն միայն մենք կարողացել ենք գալ հասնել եւ սկսել հրաշիժի աշխատանքները։ Տեղեկանալով փրկարար ծառայության ավագ սերժանտ Արմեն Վանյանի ընտանիքին պատուհասած դժբախտությանը արտակարգ իրավիճակների նախարարը այցելել է Գորիս, ծանոթացել իրավիճակին, հանձնարարել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։ Ամբողջ անձնակազմով, ամբողջ նախարարությունով կոչ արեց եւ բոլորի իրենց անձնական միջոցների հաշվին ամբողջ նախարարությունը որոշեցին դրամական օգնություն ցուցաբերել ավագ սերժանտ Արմեն Վանյանենց ընտանիքին, որպեսզի Վանյանենց ընտանիքը 7 հոգուց բաղկացած կարողանան 14-15 թվականի ամանոր եւ Սուրբ Ծնունդը անցկացնել իրենց նորակառույց տանը։ Անհրաժեշտ շինանյութը հասցվել է, տանիքը փոխվում է, կտեղադրվեն դռները, լուսամուտները։ Կարճ ժամանակ անց կսկսվեն նաև ներքին հարդարման աշխատանքները։ Շինանյութը լրիվ իրենք կազմակերպել են, ուղարկել ստեղ եւ մեր բանվորները, տեղի բանվորները, ինչպես նաև Հրշեջ խմբի աշխատողները առաջի հերթին օրական 10-15 հոգի աշխատում են։ Վանյանների ընտանիքին աջակցություն են ցուցաբերել նաև բազմաթիվ գորիսեցիներ։ Քաղաքապետարանը, մարզպետարանը եւս ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել ընտանիքին։ Իրինա Յոլյան, Գևորգ Հայրապետյան, Գորիսի ժամը լրատվականի համար։